Դեռ հունվարի 15-ին տեղի ունեցած քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ որոշվել էր, որ առաջիկայում պետք է տեղի ունենա կուսակցության արտահերթ համաժողով։ Ըստ պաշտոնական տեղեկության քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին իշխող ԿՊ կուսակցությունում եւ վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ պետք է ընտրվի, որպեսզի կարողանան արդարադատություն ու մրցակցություն ապահովել։ Մեր տեղեկությունների համաձայն նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու, այսինքն ԿՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ԿՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն, թե որ ԿՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին։ Միայն այդ ընտրություններից հետո նոր ԿՊ կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դմրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ԿՊ ցուցակի առաջատարները։ Այնպես որ ԿՊ-ում դեռ թեժ օրեր են սպասվում։